Պատկերացրեք մի դավաճանություն, որ արժեցավ մի ամբողջ կայսրություն։ Ուղիղ 1000 տարի առաջ հայոց թագավորը ստորագրեց մի գաղտնի փաստաթուղթ, որով սեփական հայրենիքը մահից հետո կտակում էր օտարին։ Իսկ ընդամենը տարիներ անց մի խումբ բարձրաստիճան դավաճաններ թշնամու առաջ բացեցին արևելքի ամենահարուստ քաղաքի Անիի դարպասները, հենց իրենց ձեռքով սկուտեղի վրա մատուցելով քաղաքի բանալիները։ Ինչպես պատահեց, որ 1001 եկեղեցիների քաղաքը հայոց ոսկեդարի սիրտն ու տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը կործանվեց ներսից։ Ովքեր էին այն մարդիկ, որոնց անձնական շահը կործանեց մի ամբողջ ազգի պետականություն։ Այսօր կպատմենք Բագրատունիների անկման ողբերգական, բայց մեծագույն դասեր տվող պատմությունը։ Ամեն ինչ սկսվեց հզորության գագաթինակետին։ Գագիկ թագավորի օրոք Հայաստանը ծաղկում էր, բայց կար մի մեծ խնդիր՝ երկիրը կենտրոնացված չէր։ Բագրատունիած Գեգոյին գահից բացի ստեղծվել էին Վասպուրականի, Սյունիքի, Տարսի և Տաշիր ձորագետի տեղական թագավորությունները։ 1020 թվականին, երբ Գագիկան մահացավ, նրա երկու որդիները՝ Հովանես Սմբատը և Աշոտ Դնեն, գահի համար արյունալի պատերազմ սկսեցին։ Արդյունքում երկիրը բաժանվեց երկու մասի։ Հովանես Սմբատը ստացավ Անին ու շրջակայքը, իսկ քաջ, բայց անհավասարակշիռ Աշոտը դրսի տարածքները։ Սա հենց այն պատրվածքն էր, որին սպասում էր արտաքին թշնամին։ Այդ թշնամին բյուզանդական կայսրությունն էր։ Կայսր Վասիլ II-ը հասկանում էր, որ հայերին զենքով հաղթելը դժվար է, ուստի դիմեց խորամանկության։ Նա վախեցրեց թուլամորթ Հովանես Սմբատ թագավորին և ստիպեց մի խայտառակ կտակ ստորագրել։ Ըստ այդ կտակի Հովանես Սմբատի մահից հետո Անի քաղաքն ու ողջ թագավորությունը պետք է անցնեին Բյուզանդիային։ Երբ 1041 թվականին երկու եղբայրներն էլ մահացան, Անիի իշխանությունը զավթեց բյուզանդամետ իշխան Վեստ Սարգսը։ Նա ցանկանում էր ինքը դառնալ թագավոր Բյուզանդիայի հովանու ներքո և թաքցնում էր թագավորական գանձերը։ Բայց հայ ժողովուրդն ու հայրենասեր նախարարները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ թույլ չտվեցին դավաճանությանը հաղթել։ Նրանք Անիի պարիսպների տակ ջախջախեցին բյուզանդական զորքերին, Վեստ Սարգսին մեկուսացրին և գա բարձրացրին Աշոտ Դեի 18-ամյա որդուն Գագիկ Բեին։ Գագիկ Բն երիտասարդ էր, բայց խելացի ու կտրուկ։ Նա կարողացավ մի քանի անգամ ետ մղել բյուզանդացիների հարձակումները և կարգի բերել երկիրը։ Թվում էր, թե թագավորությունը փրկված է, բայց Բյուզանդիան չէր պատրաստվում հանձնվել։ Տեսնելով, որ զենքով անհնար է հաղթել, բյուզանդական նոր կայսրը դիմեց վերջին ստորությանը։ Նա Գագիկ Բեին խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրվակով հրավիրեց Կոստանդինուպոլիս, երդվելով քրիստոնեական սրբություններով, որ նրան վնաս չի պատճառի։ Վահրամ Պահլավունին դեմ էր, բայց Վեստ Սարգսն ու նրա կողմնակիցները համոզեցին երիտասարդ արքային գնալ։ Դա ծուղակ էր։ Կոստանդինուպոլսում Գագիկին արգելափակեցին և պահանջեցին հանձնել Անին։ Իսկ այդ ընթացքում Անիում մնացած դավաճանները Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Վեստ Սարգսի գլխավորությամբ քաղաքի բանալիներն ուղարկեցին կայսրին։ 1045 թվականին բյուզանդական զորքերը մտան Անին։ Բագրատունիած թագավորությունն ընկավ։ Բյուզանդիայի այս հաղթանակը իրականում աշխարհաքաղաքական մեծագույն սխալ էր։ Ոչնչացնելով հայկական պետությունը, որը վահան էր հանդիսանում արևելքից եկող վտանգների դեմ, բյուզանդացիները ճանապարհ բացեցին սելջուկ թուրքերի համար։ Ընդամենը 20 տարի անց 1064 թվականին սելջուկները արյան մեջ խեղդեցին նույն Անին, որը Բյուզանդիան խլել էր հայերից։ Բագրատունիների անկումը պատմության մեծագույն դասն է այն մասին, թե ինչ է լինում, երբ ներքին երկպարակությունն ու անձնական շահը դասվում են պետականությունից վեր։ Իսկ ինչ եք կարծում դուք։ Հնարավոր էր փրկել թագավորությունը, եթե Գագիկ Բնն չգնար Կոստանդինոպոլիս։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, լայքեք տեսանյութը և բաժանորդագրվեք ալիքին հայոց պատմության այլ էջերին ծանոթանալու համար։ Կհանդիպենք։